Ողջույն սիրելիս, ուզում եմ քեզ համար Աստվածաշնչից մեկ տեղ կարդալ, որը որ գրված է Երեմիա 33:3-ում. «Կանչիր ինձ, եւ ես կպատասխանեմ քեզ»։ Միգուցե քո կյանքում կան խնդիրներ, դու փնտրում ես պատասխան քո խնդիրների ու չես գտնում, ու փորձում ես օգտվել տարբեր աղբյուրներից, որպեսզի քո կյանքում պատասխան բերես։ Սիրելիս, ես քեզ ասեմ, երբ որ մի պահ կանգնես, քո կենտրոնացումը բերես Աստծո վրա, այդ ժամանակ էլ Աստծուց կգա պատասխան։ Եվ Աստված ասում է, երբ որ կանչես ինձ, ես այդ ժամանակ կպատասխանեմ քեզ։ Քո կյանքի դժվարությունների ու անհաջողությունների մեջ Աստծուն մի մեղադրի, խնդրում եմ քեզ։ Աստված մեղավոր չի քո կյանքի խնդիրների ու խնդիրների մեջ։ Աստված ինքը շահագրգռված է, որ միշտ բերի քո կյանքում պատասխան։ Դրա համար էլ նա իր խոսքի մեջ ասում է. «Կանչիր ինձ, եւ ես կպատասխանեմ քեզ»։ Աստված ուղղակի փոխհարաբերություն ասում։ Աստված ուզում է, որ դու վստահես իրան։ Միգուցե դու սխալվել ես, միգուցե ինչ-որ բաներ ես արել ու դու մտածում ես, որ Աստված քեզ չի լսելու։ Ես քեզ ասեմ, Աստված կլսի քեզ եւ Աստված կպատասխանի հենց քեզ։ Պարզապես դու քո կյանքում ուշադիր եղիր Աստծուն։ Ուղղակի ժամանակ վերցրու, որպեսզի տեսնես այն պատասխանը, որ Աստված ուզում է տա քեզ։ Անկախ նրանից դու մեղքի մեջ ես թե ոչ, Աստված շահագրգռված է քեզ պատասխանելու, որտեղ Աստված սիրում է քեզ։